Ողջույն Արագի նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի Շնորհապետական Կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Կիրակոսյանին։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Պարոն Կիրակոսյան, մի փոքր սկզբից հետ գնանք, դուք 2016 թվականին առաջիկային տարիների կանխատեսումներ էիք արել Հայաստանի համար, որոնցից առնվազն 16-ը մենք հաշվել ենք, այսպես ասած, որ չեն իրականացել։ Ինչով է դա պայմանավորված եւ այժմ նոր կանխատեսումներ անում եք։ Նախ 9 կանխատեսումներ 9 տարվա համար, 27 կանխատեսումներ 9 տարվա համար։ Տեսեք, եթե 27-ից 16-ը չեն իրականացել, դա շատ պատկառելի թիվ է, եթե նայենք, թե որոնք են իրականացել։ Իսկապես, եւ այն 16-ն էլ որ չեն իրականացել, հավանաբար պետքա մի քիչ ավելի հաստ ոսպնյակով խոշորացուցով նայել, վստահաբար այնտեղ էլ կան, որ իրականացել են։ Անշուշտ անում եմ կանխատեսումներ, որովհետեւ այն ինչը իմ նվիրումն է, հեքիաթները, առասպելները, էպոսը, հնարավորություն են տալիս տեսնել որոշակի շրջապտույտներ, որոնք հստակ տրամաբանությամբ կրկնվում են, բայց առայժմ չեմ հրապարակում, թերևս այս տարի մի կանխատեսում եմ հրապարակել շատ բարի եւ ջերմ, որը արդեն որոշ չափով իրականացել է։ Նշել եմ, որ այս տարի ծնվելու են հայ ընտանիքներում 9 արուզավակներ, որոնք կրելու են Արե կամ Արարե անունը, եւ ինձ Թումանյանի ծննդյան օրը Facebook-ի միջոցով մայրը ուղարկեց առաջի Արեի ծննդյան վկայականը, ով փաստորեն ծնվել էր ամսի 27-ին եւ առաջի Արեն է։ Ես ասել եմ 9 Արեներ կծնվեն, Արե կամ Արարե, որոնք շատ կարևոր դերակատարում են ունենալու հայկականության, մեր ինքնության պահպանման գործում։ Կան կանխատեսումներ, որոնք շատ մռայլ են, կան, որ դրական են, ամեն դեպքում հին մի կարգ կա, եթե դու վատն ես բարձրաձայնում, դու դառնում ես գուշակ, իսկ գուշակ բառի իմաստը գույժն է։ Դու մարդկանց կոդավորում ես բացասականին։ Դրա համար քաղաքական լինի մշակութային թե այլ կանխատեսումներ դերևս չեմ հրապարակում, իհարկե կան։ Դուք հանրությանը հայտնի եք որպես հեքիաթասաց եւ աստվածաբան, դա ձեր մասնագիտությունն է։ Ինչու հեքիաթասաց, քանի որ շատերը դա նաեւ բացասական իմաստով են, այսպես ընկալում ստախոսության տեսանկյունից։ Շատերի խնդիրն է իհարկե, որովհետեւ հեքիաթասացներին մենք մեծարում ենք մշտապես, լինի դա Թումանյանը, Աղայանը, Իսահակյանը, Դեմիրճյանը, Խնկո-Ապերը, թե Անդերսոնը, Շարլ Պեյրոն եւ չմոռանանք մեծագույն հոգեվոր ուսուցիչները, քանի որ նաեւ աստվածաբան եմ, խոսել են հեքիաթի կամ առակի լեզվով, այսինքն ինչ էր անում Հիսուսը, Բուդդան եւ անգամ Մուհամեդը, իրենք պատմում էին առակներ եւ այդ առակներով ուսուցանում էին։ Առակը հեքիաթի ժանրից ավելի սեղմ է, կան առակներ, որոնց հեքիաթը կա եւ հեքիաթներ, որոնց առակը կա։ Ինչպես կորակեն խնդիր չի, որովհետեւ ես ոչ ինչ-որ մեկի հացն եմ գողանում կամ ինչ-որ կոռուպցիոն գործերի մեջ եմ թաթախվում կամ ինչ-որ մեկին եմ վարկաբեկում, դա իմ նվիրումն է եւ ես դա զգացել եմ ընկերային խմբում եւս, այսինքն օտարները մի կողմ ինձ հարազատ մարդիկ ասում էին լուրջ մարդ ես, խայտարակ ենք լինում, որ ասում են հեքիաթ հասածը ձեր ընկերն է, որտեղ այդպես արդեն ճանաչում էին հաստամ եւ Սփյուռքում, բայց դա ինձ չի խանգարել այդ նվիրմանը հավատարիմ մնալ եւ մնալու եմ մինչեւ կյանքիս վերջ, որովհետեւ հեքիաթը իմ համոզմամբ առանցքն է ամեն ինչի։ Օրինակ կան քաղաքական հեքիաթներ եւս, արդեն որպես PR խորհրդատու ասեմ, ինչով զբաղվել եմ 13 տարի, միֆերի վրա է կառուցվում քաղաքական ցանկացած կերպարի իմիջը։ Իսկ միֆերը որտեղից ենք վերցնում հեքիաթներից։ Այնպես որ շատ հստակ է։ Պատշաճ դասավանդվում են դպրոցներում եւ ուսումնասիրվում համալսարաններում ներկայումս։ Ցավոք ոչ, որովհետեւ հեքիաթները ասելով անգամ մեզ լսողները հիմա կարող են պատկերացնել միայն Թումանյանի հեքիաթները Քաջնազար, Անբանհուրի, Ձախորդ Փանոս, ցավոք կարմայական է դառել ինչ որ առումով էս հեքիաթները մեր ժողովրդի համար, անդադ բախվում ենք Քաջնազարների, Ձախորդ Փանոսների, Անբանհուրիների եւ շատ քչերը գիտեն, որ մենք ունենք հայ ժողովրդական հեքիաթներ, ավելի քան ներողություն, ավելի քան 18 հատոր, որոնք պահպանել են մեր բարբառները, ժանրային մեծ բան ունեն, տիրույթ, հրաշապատում, հեքիաթներ, կենթանապատում, իրապատում, անգամ թաքնագիտական բնույթի հեքիաթներ եւ չի դասավանդվում։ Ավելին ասեմ, մեր դասականներն են բացակայում դպրոցական դասագրքերից, այնտեղ ինչ որ անհասկանալի
ստեղծագործություններ են ժամանակակից հեղինակների, ովքեր դեռևս չեն արժանացել նրան, որ մեր երեխաները իրենց գրածը անգիրասեն կամ սովորեն հասկանանք, պիտի արժանանա, ընդունվի ժողովրդի կողմից, ինչպես նշված մեծերը, որոնց անունները ում անունները թվարկեցի։ Իսկ բուհերում էլի ոչ, եւ դա մեծ բաց է, միջազգային մրցույթ էր տեղի ունեցել եւ աշխարհի հեքիաթասացների շարքում Թումանյանը զբաղեցրել էր 37-րդ տեղը, մոտավոր եմ ասում, մի քիչ ասկոմ, մի քիչ ենկոմ, որը անգամ այստեղ անդրադարձ չեղավ։ Կան որոշ նվիճյալներ, ովքեր անդրտուն զբաղվում են հեքիաթները մասսայականացնելով, հեքիաթի գրքերը վերահրատարակելով, հեքիաթներ գրելով, բայց պետական հիմքերի վրա չի դրված, միայն հիշում եմ, որ վարչապետը իշխանության գալուց առաջ հեքիաթ էր գրել, չար տնակի հեքիաթը։ Այդտեղ ավարտվում է մեր նոր փուլի հեքիաթների պատմությունը։ Ո՞րն է ձեր կարծիքով ամենակարևոր հեքիաթը։ Ընդհանրապես իրականություն։ Հազարան բլբուլը։ Որտեղ Հազարան բլբուլը հեքիաթի այն մասին, ինչպես կրկին ծաղկեցնել, կանաչացնել, ապրեցնել չորացած թագավորությունը, ինչպես ժպիտ ուրախություն բերել դժբախտ մարդկանց սրտում նախ, հետո դեմքին, եւ դա հնարավոր է ոչ թե փողի, ոչ թե բանակի, ոչ թե ինչ-որ միջոցների արկայությամբ, դրանց մասին թվարկում են տարբեր տարբերակներում, այլ հենց Հազարան բլբուլի լինելով նրան պիտի բերել, ով կարողանում է 1000 խոսք ու երգ ասել, բլբուլը այստեղ բլբլալն է, ոչ թե փետուրը, եւ հերոսը, որ պիտի բերի Հազարան բլբուլին, առանցքային մեկն է, այն առումով, որ եթե հերոսը չկա, բայց Հազարան բլբուլին բերել են, օրինակ եղբայրները խաբել հերոսին, փոքր եղբորը նետել են հորը, էլի Հազարան բլբուլը չի խոսում, չի երգում։ Շատ խորը արխետիպային սիմվոլների հետ գործ ունենք, եւ եթե մենք խորապես հասկանանք ինչ է Հազարան բլբուլը, ով է Հազարան բլբուլը եւ ինչպես պիտի անենք, որ նա խոսի ու երգի կամ ով պիտի բերի, լրջագույն խնդիրներ կլուծենք եւ հստակ կկանգնենք մեր ազգային առաքելության ճանապարհին։ Շատերը ներկայումս պարոն Կիրակոսյան Նիկոլ Փաշինյանին համեմատում են Քաջ Նազարի հետ։ Դուք համաձայն եք, համամիտ եք այս համեմատության հետ։ Մի շրջան կար, որ կիսում էի այդ դրամաբանությունը, այդ մոտեցումը, հիմա չեմ կիսում, ես ինքս փնտրտուքների մեջ եմ արդեն։ Որ կերպարն է։ Այո, որովհետև Քաջ Նազարը այնուամենայնիվ, գիտեք, հանգամանքների բերումով թեկուզ հեծնում է վագրին, որոշակի հաղթանակներ, այսինքն նա բախտավոր է։ Սա պետք է առանձնացրենք։ Քաջ Նազարը բախտավոր մեկն է։ Իդեպ մեր ուսումնասիրողները զուգահեռ են տանում Վերգոյի, Ծռան Վերգոյի կերպարի հետ էպոսում եւ նույն Օրբելին, Աբեղյանը ասում են, որ Քաջ Նազարը էպոսածին է, դա միայն Թումանյանի հեղինակածը չէ, ժողովրդական հեքիաթ է, անգամ Սրվանստյանցը ունի տարբերակ, որ գրի է առել բանասացներից։ Եվ այդ հարցում խնդիր կա, ես հիմա արդեն կարող եմ ասել, որ մեր վարչապետը բախտավոր չէ, անբախտ է։ Եթե նայենք մարդու շրջապատողներին, տեսնենք հագուկապը, տեսնենք, չեմ ուզում մտնել անձնական կյանք, բայց երկրի առաջին նախագահի ընտանիքը նաև պետական կարևորության հարց է։ Հասկանում եք, միշտ այդպես է եղել, առաջին տիկին, առաջին դեմք, չնայած դա առաջին տիկինը այլ մեկն է լինում, ինչևէ, այս հարցում, այսինքն անձնական սիրային տիրույթում կարելի ասել կամ ընտանեկան պետականաշինության գործում եւ այդ առումով Քաջ Նազարը, չէ ինչ որ ձախորդ բան եմ ես նկատում, հասկանում եք, Քաջ Նազարի մոտ բախտը բերում է։ Այսինքն ձախորդ փանոսն է հիմա ավելի շատ։ Գուցե։ Իսկ որ շրջանում է Քաջ Նազարը, որ դուք եք այդ տեսնում եք։ Երբ որ դեռ չէր եղել Արցախի հետ կապված ողբերգական իրողությունները, մնացած ներքին եւ արտաքին տապալումները, ձախողումները, չգիտեմ, ժեստերը, խոսքերը, տարբեր օրինակ խոստումները 100-ից ավել, որոնք այդպես էլ չիրականացան, ասֆալտին փռելուց մինչև պաստառները պատերին փակցնելուց նման տարբեր քաղաքական խոստումներ, այդ ժամանակ հասկանում էինք, որ մարդը ունի անհրաժեշտ առաջնորդի որակներ, բայց բախտը բերել է եւ հիմա ժողովրդական ալիքի վրա է։ Այսինքն հաջողությունը ուղեկցում է նրան, կար համահայկական
համակրանք, այդ վստահության կապիտալը, այս պահին ես ապշում եմ մարզային այցելությունների տեսանյութերը, չեմ նայում, բայց գիտեք համացանցը այնպիսի բան է, որ բերում է եւ տեսնում եմ մի տատիկ, ով հազարավոր առողջական ծախսերի խնդիր ունի, մենակ արտաքինը դա կհուշի ցանկացած բժշկի փուչիկ է նվիրում, սրտիկ փուչիկ, եւ մի մարդ գյուղի մարդկանցից մեկով ուզում է լուսանկարվել, փորձում է գրկել կողքից, այդ մարդը առողջական բազում խնդիրներ ունի, արտաքինից եմ ասում, գուցե սխալվում եմ, առաջին անգամ անվտանգության աշխատակիցը կոպիտ ձեռքը մի կողմ է բրդում, այդ շատ կուրիոզ կարելի է ասել, էլի Կուստուրիցայի ֆիլմերին բնորոշ իրավիճակ է, հետո էլի համառությունը կա, այսպես ուզում է վերևից գրկել եւ էլի ձեռքը կոպիտ ներքև է իջացնում, այսինքն մեզ ցույց են տալիս սրտիկ, դիմացից սրտիկ է կամ ավտոբուսներին կամ եթերում, իսկ իրականում այն ինչ որ մեջքի ետևում կատարվում է թիկունքի։ Ես անգամ զարմանում եմ իրանց PR-ով ով է զբաղվում կամ միտում եմ տեսնում առաջիկա ընտրություններին հատուկ տապալելու իրենց իշխանության գալու բոլոր տարբերակները հենց իրենց կողմից։ Այստեղ պետք չի ընդդիմադիր գործիչներ եւ այլն։ Ինչու՞ բայց։ Որովհետեւ տեսեք, քաղաքական դաշտը պետք է արդեն նոր տերմինաբանությամբ դիմենք մեզ հայտնի գործող ուժերին, բաժանվել է առաջիկա ընտրություններին հետեւյալ պատկերն ունի, բաժանվել է երկու խմբի։ Քաղաքական իմաստով նախնիներ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ քաղաքական իմաստով նախկիններ։ Դա Նիկոլ Փաշինյանն է քաղաքացիական պայմանագիրը, որը բարեհաջող շուտով կխզի ժողովուրդը, ես վստահ եմ։ Այդ առումով իրենք խնդիրներ ունեն, ներսում խնդիրներ ունեն, արտաքին աշխարհի հետ խնդիրներ ունեն։ Այս սրտիկը, որ ցույց էր տալիս, իր դիրույթում արդեն գիտենք, որ կես եղավ սիրտը, մնացել է կիսալուսինը։ Այդ սիրտը եթե կիսենք, մնացել է կիսալուսին։ Շատ կարևոր է սիմվոլներին ուշադրություն դարձնենք, գուցե կես կատակ հնչի ասածը, բայց առաջինը ավտոբուսի մեջ օգտագործում է պերաշկի, ռուսերենով ասած կամ կարկանդակ հայերեն ասած, որը իսկապես ռուսական խոհանոցի բարիկներից է, ասոցացում է Ռուսաստանի հետ։ Երկրորդ օրը ուտում է կուկուռուզ եգիպտացորեն, որը Ուկրաինայի խորհրդանիշն է։ Եթե նա տապալված դեպի Եվրոպա ճանապարհ, տապալված դեպի Ամերիկա ճանապարհ, եթե նա Եվրոպայի եւ Ամերիկայի գործը հաջողած լիներ, հավատացնում եմ ձեզ պոպկորն կուտեր։ Ոչ թե կարկանդակ կամ եգիպտացորեն։ Առաջինով ասում է Ռուսաստան ջան, այս ընտրություններին ինձ ձեռք մեկնող չկա, ես զղջացել եմ, այս կարկանդակով ես քո դրոշն եմ բարձրացնում, ինչով կարաք օգնեք։ Իհարկե ավելի լուրջ քաղաքական հիմնավորումներ կան, որ Փաշինյանը շարունակում է պրոռուսական իր հստակ ընթացքը եւ երկրորդով ցույց է տալիս, որ մի քիչ էլ Ուկրաինայի կողմն ենք, այսինքն ոնց որ այս կռվի ժամանակ հայտարարեց Հայաստան փոքր պետություն է, ոչ մի բանի չի խառնվի, այս դեպքում էլ ասում է, որ Ռուսաստան-Ուկրաինա, բայց հաջորդականությամբ, ինչքան էլ մենք Եվրոպայի կողմից լինենք, առաջին տեղում Պերաշկին է մեզ համար։ Այս սիմվոլները շատ կարևոր են։ Ինչ-որ մեկին ասում է լավ է սափրվել ես, առաջիկայում կտեսնենք ոնց է պոնչո անում, բլդուղ անում, այդ փողոցային բաները։ Երկրի ղեկավարը իր ամեն որպես PR մասնագետ եմ ասում, այդ մեսիջները։ PR, պարոն Կիրակոսյան, երբեմն ավելի լավ աշխատող։ Հա, բայց սև PR-ը հստակ կանոններ ունի։ Հստակ օրինաչափություններ ունի սև PR-ը, չի աշխատի դա որպես սև PR։ Տեսեք, պիտի տարանջատենք սև PR-ը եւ բարձունակ վարկաբեկվելը։ Ամեն խայտարակ լինել դա սև PR չի։ Հասկանում եք, եթե ամեն խայտարակ լինել սև PR լիներ, բոլորը կգնային խայտարակվելու ճանապարհով, որ հետո սև PR-ի պտուղները քաղային։ Բայց սրանք սև PR-ի բաներ չեն, հնարքներ չեն։ Թեպետ մենք հիմա իրենց մասին ենք խոսում, բայց խոսում ենք որպես անցնող հիշողություն, որպես նախնիներին հաջորդած նախկիններ, ովքեր գնում են արդեն։ Եվ իրանք են ցույց տալիս, որ գնում են։ Հայտնի անեկդոտի պես բաներից ծվրվում են, ինչպես ժողովուրդն է ասում։ Պարոն Կիրակոսյան, դուք Հայաստանի Շնորհապետական կուսակցության անդամ եք։ Ինչու որոշեցիք միանալ հենց այդ կուսակցությանը եւ եթե ձեր կուսակցությունը հաղթի ընտրություններում։ Ինչ պաշտոնի եք հավակնում դուք։ Ես խստիվ դեմ եմ եղել կուսակցականությանը ընդհանրապես եւ ներքուստ վեճ ունեմ, դա շատ առողջ է, անհաշտ եմ կուսակցության գաղափարին մինչ օրս, ինձ համար շատ ավելի
հարազատ է մեր այն մեծերի խոսքերը, ովքեր ասել են, որ ես մի կուսակցություն ունեմ, դա իմ ազգն է կամ հայը։ Իսկ շնորհապետական կուսակցությունը անգամ հիմնադրի առաջնորդի Գուրգեն Սիմոնյանի համար գործիք է, որը թողել են որպես միակ տարբերակ բանալի պետականաշինության գործին մասնակից դառնալու համար։ Այնպես չի, որ որևէ մեկը այս կուսակցության անդամներից ողջևորված է այդ գաղափարով, բայց դա էլ պիտի արվեր պատշաճ եւ հիմքում դրված է շնորհապետական գաղափարը ինձ առաջին հերթին գրավել է եւ ես փաստորեն ինչ որ առումով սկզբունքը մի փոքր սկզբունքի հաշվին սա այնպիսի սկզբունք չէր, որը չէր կարելի տրորել, հատկապես եթե հանուն ավելի կարևոր բան եմ դարել մեր երկրի, մեր ազգի, մեր պետականությանը ինչ որ կերպ օգտակար լինելու համար առաջնահերթ գրավել է Գուրգեն Սիմոնյանի անձը, անհատը, մարդ, ով իմ համար վստահելի, հաստատուն, արդարամիտ, այն որակներ ունի, որոնց հետևելով կարելի է գնալ իր հետ, իր կողքին, իր հետևից, այսինքն թույլ տալ, որ ինքը եւ օգտակար լինել, որ ինքը մուտք գործի քաղաքական դաշտ եւ ունենա այն լծակները, որոնք այս կամ այն չափով նպաստելու են հայկական պետականության ամրապնդմանը։ Շնորհապետական գաղափարը դա մերիտոկրատիա հասկացությունն է, մի գաղափար, որը կարևորում է արժանավորների իշխանության գալը եւ արժանավորներ դիտում է ոչ թե հենց իրեն կամ իրենց, այլ մարդկանց, այսինքն շնորհապետների գործը արժանավորներ գտնելն է, հարատև որոնումը Սփյուռքում, Հայաստանում բերել մասնագետներ տարբեր պաշտոնների։ Ինչ վերաբերվում է ես ինչ պաշտոնի եմ հավակնում, ես որևէ պաշտոնի չեմ հավակնում, առանց որևէ պաշտոնի տարիներ շարունակ անում եմ գործ, որ հաճախ ասում են մի հոգին այդ գործը չպիտի աներ, այլ ամբողջ մի պետական մարմին գովալու համար, ինքնագովեստի համար չէ, ասեմ, որ Տարոն Մարգարյանի ժամանակ Այվազովսկու վրցինն եմ վերականգնել երեսի զորով, ինչպես ասում են, բրոնզեր կտրում էին հարբեցողները վաճառում էին այդ բրոնզը եւ խմիչք էին գնում, պահանջել են որ տեսախցիկ լինի, որտեղ հակառակ դեպքում բռնցքամարտիկ էր նմանվում։ Կժով աղջիկն են վերականգնել այս իշխանությունը եւ այս քաղաքապետի օրոք միջոցներ նաեւ տնելով այդ գործի համար։ Հայագիտության համար գրքեր եմ հրատարակում, կրթական ծրագրեր ունեմ եւ շատ ինքնաբավ եմ։ Մաքսիմում առավելագույնը, ինձ տեսնում եմ, այսինքն իմ նվիրումը ամեն դեպքում ես ռազմական ոլորտի մարդ չեմ, հեռու եմ տնտեսությունից, կրթություն, մշակույթ այս ոլորտներում հիմա էլ առանց պաշտոնի ասելիք ունեմ։ Իսկ եթե վաղը մյուս օր մեր կուսակցությունը կլինի ազգային ժողովում կամ կունենա իշխանություն, ապա նույն առումով, նույն նշված ոլորտներում հաստատ ասելիք ունեմ, բնականաբար այդտեղի բարձրախոսները ավելի լսելի եւ ազդեցիկ են։ Եվ դա պետքա չօգտագործել վերածելու համար, կներեք քուչի բազարների։ Եվ վերջի շրջանում ազգային ժողովի հանդիպումները, նիստերը նայում եք ու հասկանում եք, որ մենք իրենց տվել ենք ավելի հարմարավետ Facebook։ Իրար պախարակելու, վիրավորելու, անձնական հարցեր լուծելու համար։ Եղբայր ձեզ բացի վարձատրելը համել դրամաշնորհներ եք գրում։ Այդ փափուկ աթոռները, այդ պայմանները, այդ անվտանգություն տվել են, որ դուք իրար հետ քուչի բազար անեք, թե տվել են, որ դուք ազգային խնդիրներ բարձրացնեք։ Ազգային ժողովի արդեն հուշում է, չէ։ Դա չեմ տեսնում ես, չեմ տեսնում տևական ժամանակ, եղել է որ Հարավտից իրգուն լսել եմ եւ դա շատ ցավալի է, ազգային ժողովում պիտի լինեն ազգային գործիչներ։ Դուք 2013 թվականի նախագահական ընտրություններում աջակցում էիք էպոսագետ Վարդան Սեթրակյանին, որը հետո Պարույր Հարիկյանի մահափորձի մեջ մեղադրվեց, կազմակերպման մեջ մեղադրվեց, դատապարտվեց, ազատ արձակվեց ու առհասարակ հեռացավ Հայաստանից։ Արդյոք կապը պահպանում եք նրա հետ, տեղյակ եք որտեղ է, ինչով է զբաղվում։ Նախ նշեմ, որ այո, տեղյակ եմ եւ դա ինձ թույլ է տալիս ասել, որ Հայաստանից չի հեռացել պարոն Սեթրակյանը, շարունակում է իր հայագիտական, էպոսագիտական գործունեությունը, անգամ այդ ժամանակ դուք քիչ առաջ ասում եք հեքիաթ ասած որակումից նեղում եմ թե չէ, կային հումորային ծրագրեր, որ էպոսագետ բառը ծաղրանքի առարկային դարձրել առանց իրենց հաշիվ տալու, որ թե Հովսեփ Օրբելին, թե Կարապետ Մելիք Օհանջանյանը, թե Աբեղյանը իրենք խոշորագույն էպոսագետներ
են եւ դա աշխարհում բավական բարձր դիրք ունեցող գիտություն է, կարգավիճակ ունեցող։ Բնական է իմ հետաքրքրությունները հաշվի առնելով ես այդ ժամանակ որևէ կուսակցական կամ քաղաքական առումով չեմ մասնակցել, որոշ չափով աջակցում էի, քանի որ PR-ի փորձ եւ գիտելիքներ ունեի, մամուլի հետ հարաբերությունների գործում պատասխանել լրատվամիջոցներին անգամ ձեր նշած տխուր դեպքերի ժամանակ ինձ հետ կապ էին հաստատում եւ ուզում էին որոշակի արձագանք ու պատասխաններ։ Եվ էպոսը իսկապես ես իդեպ հիմիկվա ներկայիս իշխանությունների կողմից էլ հռչակված է ազգային ժողովի մակարդակում որպես պետականաշինության առանցք եւ եթե հիշեք առաջին գումարման ազգային ժողովի բացման խոսքը Արարատ Միրզոյանը էպոսի տողերով սկսեց ողորմի տալով մեր դյուցազուններին նրանց ովքեր ըստ էպոսի մահացած են Եվ շատ ջերմ եմ հիշում եւ շատ դրական եմ գնահատում համագործակցությունը առնվազն որպես փորձառություն, որպես գիտելիքներ, իմ խնդիրը երբեք չի եղել, թե իսկապես եղել էր այդ մահափորձը, չէր եղել, իհարկե ես դեմ եմ որևէ նման գործիքակազմի որևէ պարագայում եւ հարցը կարծում եմ պատասխանեցի, այսինքն ոչ ափսոսանք կա, ոչ հետհայացք գցելիս զղջում եմ, հակառակը դա շատ արժեքավոր դասեր էր։ Շփում, այո, եղել է ազատության մեջ արդեն գտնվելու ժամանակ, այդտեղ շատ խիստ էր իմիջիայլոց դատը, ոչինչ հաշվի չառան, ես դատականիստերն եմ մասնակցել, ոչ որ երեխաներ կային հոգացության ներքո, ոչ ծնող կար, այսինքն առավելագույնը պահանջվեց դատախազի կողմից եւ այդպես էլ եղավ ողջ առողջ լավ եւ ինչ որ առումով ձեռքերը լվացած քաղաքականությունից այդպես ինչ վերաբերում է Պաուլ Հայրիկյանին իրեն էլ իր հերթին որպես խորհրդանիշ մեր սահմանադրության հետ կապված եւ այլն շատ հարգանքով ակնածանքով վերաբերվում ինձ համար սուր եզրերը պետք են սկզբունքային հարցերի ժամանակ մնացած բոլոր դեպքերում ամենալավ երկրաչափական պատկերը ֆիգուրը դա շրջանն է որը որ արևի խորհուրդ ունի, երկրի խորհուրդ, դրա համար այդ կոնֆլիկտները ինչ չեն կարող հունից անել կամ նեղացնել։ Պարոն Կիրակոսյան, Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին բազմաթիվ մարտահրավերներ են ունել Արթուշև եղել, բազմաթիվ կորուստներ, ձախողումներ, դուք ինքներդ ինչպես եք գնահատում նրա իշխանությունը, ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը մեզ Հայաստանը տանում է զարգացման, թե հակառակը։ Գիտեք, կան գործընթացներ որոնք տեղի են ունենում ուղղակի ժամանակի բերումով կարելի անգամ այս դեպքում հավատալ մոլորակների տեսություններին եւ այլն կան process-ներ որոնք պիտի լինեն ինչպես գալիս է սկսում են բողբոջել, ծաղկել, ծառերը հետո պտուղ լինել դա կապված չէ նրա հետ թե Սերժ Սարգսյանն եղեկին իշխանության Նիկոլ Փաշինյանը թե մեկ այլ անձ ժողովրդի մակարդակը, կենսամակարդակը, գիտակցության աստիճանը չէ, որ ուրիշ շատ ազդեցիկ գործոններ կան, սոցցանցեր, արհեստական բանականություն, ներդրումներ, ծրագրեր, ուրիշ գործոններից առաջացող Եվ իհարկե կարելի է տեսնել դրական փոփոխություններ, որոնք կապված են տվյալ իշխանության հետ, այսինքն որոշ հարցերում կամք են արտահայտել հարկային թեթևացումներ որոշակի, որ այն ժամանակ հարկայինը իտալական մաֆիայի պես ռեկետ անող կառույց կարծես լիներ, հիմա դա շատ զուսպ է գոնե փոքր ու միջին բիզնեսի պարագայում խոշորների մասին արդեն իսկ այլ լուրեր են պտտվում տեսնում ենք, որ թալանը, այսպես ասած, այդքան ակնհայտ չէ, իսկ դեմոկրատական երկրներում մարդիկ սիրում են, որ նման բաները այդքան ակնհայտ չլինեն, բայց ասել, որ չկա, կդժվարանամ ասել, որ կա, այս բանի նման իրավական պատասխանատվություն չեն վերցնի ինձ վրա, համապատասխան մարդիկ պիտի դրանով զբաղվեն։ Ինձ համար ակնհայտ է, որ մենք անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք, իսկ Հայաստան այն երկիրը չէ Եվրոպայի մի հարմար անկյունում ծվարած, որ եթե տնտեսական թոշակ են բարձրացրել, ուրեմն պիտի օրն էլ ֆիքսենք եւ դա տոն դարձնենք համապետական թոշակի բարձրացման օր ամեն տարի նշենք։ Ոչ, անվտանգային խնդիր կա, մենք ցեղասպանությունից հետո ուրեմն մշտապես գոյապայքարի վիճակում ենք եղել, դա է պատճառը եղել խորհրդային միության լծի տակ հայտնվելու իդեպ խորհրդային միության ժամանակ էլ բավականին շատ դրական բաներ են եղել, բայց դրանից էությունն ու բնույթը երևույթի չի փոխվում։ Մենք գաղութ էինք
որից անկախացանք, որպեսզի անկախ պետականություն կառուցենք եւ անվտանգային հարցը մեզ օրինակ հիմա քարոզարշավի մեջ իրենք դրել են այսպիսի խոսույթ, որ խաղաղություն բերող քաղաքական ուժն են, ուրեմն մեծ խաղաղություն պարգևող քաղաքական ուժը, քաղաքական գործիչը Ալիևն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Նա այս պահին տարբեր հանգամանքների բերումով նպատակահարմար է գտնում Հայաստանին խաղաղություն պարգևել։ Այդ տրամաբանությամբ, եթե մենք ուզում ենք խաղաղ իշխանություններ ունենալ, պիտի գնանք Ալիևին ընտրենք, ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը չունի այդ ուժը, այդ կշիռը, այդ լծակները, բացի համաձայնվելու այն ամենին, ինչ իր առաջ քաշում են, ժողովրդին խաղաղություն բերելու։ Խաղաղությունը այս պահին պարգևում են մեզ արտաքին ուժեր, մեկի անունը նշեցի։ Այս մարդը չի կարողանում բանկային անվտանգություն ապահովի մեր երկրում, ուր մնաց երկրի անվտանգություն։ Ինչ շատ հարազատ բժիշկ մարդ, որը առավոտից երեկո կյանքեր է փրկում, 10 միլիոն դրամ խաբել են Ամերիա բանկի, հաշվից տարել են զանգի միջոցով։ Եվ ակնհայտ է, որ ինքը բարեխիղճ բանկի հաճախորդ է եղել, այս օրինակը շատ կարևոր է, որտեղ տասնյակ հարյուրավոր հայ մարդիկ այսօր խաբվում են ու առավոտյան արտանում են 10 միլիոնից ավել վարկ ունեն, որով իրենց երեխային, թոռնիկին կամ իրենց համար մի անգամ կոնֆետ չեն գնել կամ մի հեռախոս չեն գնել նոր բջջային, չի ապահովում անվտանգությունը, չկա պետություն, որը ձեռքը կխփի սեղանին, կասի գիտեք ինչ կա, նայեք տեսեք այդ փողերը ուր է գնացել, 10 տարբեր տեղ փոխանցելով կորել է եւ հայեր էլ չեն անում։ Այսինքն ռուսերենով զանգում են, նայում ես համարի կոդը Ֆրանսիա է, Գերմանիա է, Եվրոպա է, հեշտ է փոխելը դա։ Կարող է Ադրբեջանից են զանգում, կարող է Վրաստանից են զանգում, ինձ էլ են զանգահարել, ժամանակին գլխի ընկա, թե ինչ է կատարվում։ Բայց ուր է անվտանգությունը, երբ որ 10,000 թոշակից են, չէ՞, խոսում, մարդկանց ու 10 միլիոն դրամ վարկի տակ են դնում, գուցե դրսի ուժեր կամ ներսի խաբեբաներ, ինչ կապ ունի։ Այդ առումով ինչը պիտի ինձ ուրեմն գոհացնի կրթական վիճակը, որը իսպար բացակայում է, իսպար աղետալի կրթական վիճակ է, եկեղեցու հետ հարաբերությունները պիտի գոհացնեն, սպորտի մեր հաջողությունները աշխարհում գոհացնեն, մշակույթի, որը ուղղակի չգիտենք ուր են, ինչ է անում, մենք պլան չունենք, տեսլական չունենք առաջիկա 5-10 տարվա, մի քիչ թուլացրել է մի կետում այդ հարկային բանը, ճնշումը, անպայմանորեն բարձրացրել է մի ուրիշ կետում եւ ավելին ասեմ, աստիճանաբար են թուլացրածներն էլ հետ են վերադառնում։ Մարդը ձմեռվա օրով կարմիր գիծը չմաքրված, սարցապատ մեքենան կայանել է այդտեղ, քաղաքապետարանից դույժ եկել, թե կարմիր գիծ է կանգնել, ոչ նշան կա, ոչ ցուցանակ կա, ոչ կարող են ապացուցել։ Ու հետաքրքիր բան ասեմ, քաղաքապետարանն է պատասխան բողոքներին, բայց պատասխանում են դեպքում, որ դա ինչ որ առանձին մասնավոր ՍՊ է։ Անուն էլ ունի այդ կազմակերպությունը կարմիր գծերի։ Եղբայր, եթե դա ուրիշ կազմակերպություն է մասնավորապես, ինչի է քաղաքապետարանը պատասխանում քաղաքացու դիմումին։ Ու տուգանում են։ Այն որ ասում էր տուգանքի մատերիալ չի քաղաքացին։ Քաղաքացին արդեն տուգանքի մատերիալ լինելը տեսել էր նախկինում ինչ է։ Հիմա կաշին քերթելու մատերիալ են դարձրել։ Եվ բառի իմաստով, երբ որ անվտանգային հարց չկա, այն ինչ որ եղավ 2020 թվականին եւ ֆինանսական նյութական առումով։ Պարոն Կիրակոսյան, խոսենք նաև ձեր դպրոցից, որ տարիքային խմբի համար է այն նախատեսված, ինչ առարկաներ ու թեմաներ են դասավանդվում։ Իմ դպրոցը ի սկզբանե ես հայտարարել եմ, որ հայագիտական թաքնագիտական ուղղվածություն ունի, շատ կարևոր երկու ուղղություններ են, որոնք եթե որևէ մեկը չզբաղվի, ուղղակի անտեսված են։ Մենք թաքնագետներ ունենք, աշխարհում իրենց կարևորում են, եթե այդ ազգի ներկայացուցիչ է լինում, որոնց անտեսում ենք։ Օրինակ Թորգոմ Սարայդարյան, Մամուր Ֆաթիմի, Գեորգի Գյուրջիև, Թումանյանը, Հովանես Թումանյանը որպես մեծ թաքնագետ, եւ հայտարարել եմ, որ դա մեծահասակների դպրոց է, այսինքն դպրոց ուսուցիչների համար։ Հրաշալի մի բան կլինի, եթե մեր ուսուցիչները կարողանան ունենալ դպրոց, որտեղ իրենց կրթում են, բայց ոչ թե ատեստավորում են, ոչ թե 30 տարվա նույն նյութը հարցնում են տեսնեն որքանով է, որքան անգիր գիտի, այլ սովորեցնում են, օրինակ պատմական այս իրավիճակում ինչպես երեխային սովորեցնել մտածել տակտիկական կամ ստրատեգիական կերպով, այսինքն դու ինչպես կանեիր, եթե լինեիր այսին զորավարի կամ այսին թագավորի կամ թագու փոխարեն։ Դպրոցը իհարկե մեծ ծախսերի հետ է կապված, հող կա,
նախատեսված դպրոցի համար, բայց շինությունը գիտեք միլիոնների հետ է կապված, իսկ հայագիտությունն ու թաքնագիտությունը կամ լավ առանձին վերցնենք հայագիտությունը այնքան չի հետաքրքրում մեր երկրին, պետությանը, որ անգամ պետական բուհում չկա հայագիտական առանձնացված ամբիոն, հայագիտության ամբիոն։ Դրսիններն էլ փակվում են, մեր կառույցները դիվանագիտական այնքան վատ են աշխատում, վերջերս իմացա, որ Գերմանիայում փակվեց հայագիտության ամբիոնը, համապատասխան բուհում։ Եվ քանի որ ինքս որևէ պատի առաջ կանգ առնող չեմ իմ բնույթով, օգտվել եմ ժամանակակից հնարավորություններից, տեսակապ, որ Սփյուռքի հայությանը եւս կարողանամ ներգրավել, հրատարակչական գործունեություն մենք գրքեր ենք հրատարակում, Արարչագիր անունը գրող գիրք ենք հրատարակել մի քանի տարի առաջ, որ իրենում ներառում է 40 ճյուղերը մեր ցուցազնավեպի, որովհետև դրա մասին հիշատակել են մշակները, հոգու մշակները։ Եվ առաջ ասված դպրոցը կլինի, կա, ֆիզիկապես չկա, ինքը նախատեսված է միայն չափահասների համար, երեխաների հետ իմ համոզմամբ շատ ավելի նուրբ է պետք աշխատել, որտեվ երեխան իսկապես մաքուր թղթի եւ մաքուր կտավի նման է, եթե նկարչին տեսնեք, ամենից շատ հապաղում է առաջին վրձնահարվածի ժամանակ, մեծ պատասխանատվություն, դրանով է որոշվելու թե ինչ կտավ կստանա, իսկ կտավ, որին արդեն որոշակի բաներ կան, գույներ են կսված կամ մատիտային ինչ-որ բաներ կան, շտրիխներ կան, վրձնով արված, ավելի հեշտ է աշխատել։ Դրա համար մեր այգ հայագիտական թաքնագիտական անունը գրող դպրոցը մեծահասակների համար է եւ գործում է։ Ունենք շրջանավարտներ, ունենք հրատարակած նյութեր, ունենք տեսանյութեր, հիմա ֆիլմ ենք պատրաստում էպոսում հիշատակվող Խաչ պատերազմին այդ զորանշանի մասին, որը շատ կարեւոր է այսօր։ Տեսեք, խաչ եւ պատերազմ բառերը, ոնց որ հենց այսօրվա մասին։ Դուք հայտնի եք նաև որպես էպոսի գիտակ եւ մեկնաբան։ Երբ է փոքր մհերը դուրս գալու քարանձավից։ Գիտեք, փոքր մհերը որպես նախ էպոսի հենց խոսքերով ասեմ, տարին 2 անգամ դուրս է գալիս։ Մենք տենց շատ չպիտի իրեն փակված համարենք, մեկ համբարձման օրը, մեկ Վարդավառի, երկուսն էլ մինչև քրիստոնեական տոներ լինելը նախաքրիստոնեական են եղել, հետո ինչպես տրնդեզը գիտեք, անցել են քրիստոնեության մեջ, իրենց շատ ծեսեր ու խորհրդաբանական իմաստներ պահպանելով եւ բացի այն, որ դուրս է գալիս մհերը, ձիով առաջ է գալիս, այսինքն իր հետեքորքիկ Ջալալին, թուրք գեցակին, նաև վստահաբար Խաչ պատերազմին է, իր աջ բասկին, հետո տեսնում է, որ հողը դեռ չի կարողանում պահել իրեն եւ հետ է վերադառնում։ Անգամ ասում եմ բացված ժամանակով, որ մտնի ներս, ինչքան գանձեր ուզենա, իր հետ կարող է վերցնել։ Այսինքն այդ այն տեսողությունն է եւ այն լսողությունը, որ Հիսուս ասում է աչքեր ունեք ու չեք տեսնում, ականջներ ու չեք լսում։ Այ երբ որ կարողանանք տեսնել ու լսել մհերին, այդ դուրս գալու 2 օրը հասկանալ, երբ որ կորոշենք, որ մեր տան մեջ ոչ միայն մհեր անունը գրող տղա երեխաներին պիտի որպես մհեր մեծացնենք, իմ տղայի անունը իհարկե մհեր է, այլ նաև Արեգը, Էդգարը, Արմենը, Արտուրը, Գևորգը, Հայկը, Հակոբը, իրենք բոլորը պիտի լինեն փոքր մհեր, դա մեր ազգային մեսիան է, հասկանում եք, ազգային երազանքը եւ հողը պնդացնելը կլինի այն ժամանակ, երբ որ ամեն տան մեջ կլինի փոքր մհեր։ Այդ արժանինքների, այդ արիության եւ նպատակի համար այդ խոյական, այդ խոյի, որ ասում են խոյի պոզեր, ազգային տոտեմ է խոյը։ Այդ հաստակողության դրական իմաստով կրողը ոչ թե կվախեցնենք, ոչ թե կթողենք, որ փողոցը մեծացնի, TikTok-ը մեծացնի, ներկայիս կրթական համակարգը մեծացնի, ուսուցիչն ու այսպեսի խոսք ունեն հնդիկները, ասում են առաջին ծնողը մայրն է, երկրորդ ծնողը հայրն է, երրորդ ծնողը ուսուցիչն է։ Երևի սա բոլոր ուսուցիչների համապատասխան փաստաթղթի մեջ պիտի գրվի, բոլոր դպրոցներում պիտի գրվի, որ ծնողն էլ գիտակցի, որ տանում է երրորդ ծնողի մոտ, ուսուցիչն էլ գիտակցի, որ այս երեխայի ծնողն է, երրորդ ծնող, ավելին քան տատիկն ու պապիկը։ Իսկ երբ դուրս կգա մհերը, դուրս է գալիս, երբ կկարողանանք այնպես անել, որ հաստատուն քայլի եւ հաստատուն վերականգնի արդարությունը նախ ջոջած տանը, հետո նաեւ ամբողջ աշխարհում, ինչպես միշտ եղել է։ Չմոռանանք, որ հայք եւ բել պատմության մեջ հայկը վերականգնում է համաշխարհային արդարությունը, մնացած բոլորին բելը աշխարհի 4 կողմերով արդեն ստրկացրել էր եւ ենթարկել իր կամքին։ Նույնն է
Դավթի եւ Մելիքի պայքարում։ Ասում են մենք առաքելություն չունենք, մենք մոլորված ենք, մեր միսիան որն է ազգային, հստակ է վերականգնել արդարությունը ջոջած տանը եւ այնուհետ ամբողջ աշխարհում։ Էլ Ափշտեյնի կղզի, էլ իրար են խփում ինչ որ անհասկանալի մղումներով, տեսնում եք այդ երեխաների գերեզմանի նկարը, որ տեսնում եմ սիրտս կտոր է լինում։ Աղջիկների դպրոցի վրա հարվածել են։ Եթե զուգահեռ անցկացնենք էպոսի եւ իրականության ներկայիս մեջ, ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը որ կերպարներն են համապատասխանում էպոսի։ Տեսեք, նշեցի, որ Ցխրան վերգոյին համապատասխանում է ներկայիս իշխանությունը, բայց էլի հստակ տարբերություններ կան ամեն դեպքում վերգոն մեծ մհերի ավակ որդին էր։ Հետո գալիս էր Միշնեկը Ձենովոհանը, հետո նոր ուրեմն բանը Սանասարի որդին էր։ Սանասարը 3 որդի ուներ, հետո նոր գալիս էր մեծ մհերը, սխալ ասացի։ Եվ դրանով շատ արժանավոր մեկն է իր բազում թերություններով հանդերձ վերգոն։ Ինչ վերաբերվում է նախնիներին քաղաքական, ես այդպես այդ խոսույթ օգտագործեմ, ապա իրենք այս կամ այն պահին գործառույթային առումով ոչ թե եղել են այդ կերպարը, ընդհանրապես էպոսի որևէ կերպար լինելու համար նախ պետք է ազնանց որդի լինել, ջուցազնա այդ զարմը արտնասնել սեփական էության մեջ, այդ կամքի կրողը լինել, նոր անգամ Ցրան վերգո լինելու համար, որտեղ նա էպոսի ջուցազուններից մեկն է, արատավոր մեկը, բայց ջուցազուններից մեկն է, ջուցազնական զարմից է։ Իսկ ֆունկցիոնալ գործառույթային առումով մյուս 3 մեր ղեկավարները կատարել են կամ Քերի Թորոսի կամ Ձենովոհանի գործառույթը։ Այդ ձեր հիշատակած պարոն Վարդան Սետրակյանը ժամանակին հստակ ասում էր եւ ասում էր նաեւ ինչու համար։ Մեկը ինֆորմացիոն տեղեկատվական գործառույթ է կատարում Ձենովոհանը, մյուսը կատարում է ռազմական գործառույթ կամ զսպող գործառույթ։ Տվյալ դեպքում հատկապես Ռոբերտ Քոչյանի մասին կարելի ասել։ Ինչ վերաբերում է որ ջոջաստան տեր ունենանք, այս 4 իշխանությունների դեպքում 30-35 տարի աչքներս ջուր կտրեց տեսնել այն զարմին, ով գալիս եւ նստում է իր տեղում, նրանով մհերի, ով Մելիքի ձեռքը կկտրի եւ մհերի գանձարանին տեր կկանգնի, նրանով կարող է Քորքիկ Ջալալուն հեսնել։ Շատ կարեւոր է հաշվի առնել, որ ոչ Ձենովոհանը, ոչ Քերի Թորոսը, ոչ Ցրան վերգոն չեն կարողանում Քորքիկ Ջալալուն մոտ գալ անգամ։ Եվ անգամ Թուրք Գեցակին ասում է Վերգոն մի օր Օհանին է ասում, մի օր փորձեցի մհերի թուրը բարձրացնել, ճողվա։ Վերջ, այդտեղ ամեն ինչ ասված է։ Իրենք չեն կարող լուծել այն խնդիրները, որոնք կանգնած են մեր ազգի առաջ։ Ազգ ասելով էլ իհարկե նկատի ունեմ աշխարհասփյուր հայությանը եւս։ Ինչու չեն կարող լուծել։ Պիտի ազգային լինեն, որպեսզի ազգային խնդիրներ լուծեն։ Գնացեք առաջինից, եկեք մինչև այս վերջին իր գրած գիրքն էլ հետը երկրի հակառակ կողմը։ Տեսեք, այս մարդը ազգային մարդ է։ Մեր բոլոր խնդիրները նախ ազգային խնդիրներ են, հետո նոր պետական։ Պետություն ինչ է, ադմինիստրատիվ ապարատ։ Մեր խնդիրները ազգային են, իսկ այս մարդիկ հանում են Արարատ լեռան պատկերը պետական թղթաբանությունից հանում են ազգ հասկացությունը կամած քաղաքացի են մտցնում, խմբագրում են պատմությունը, մեր խնդիրները ազգային են, չի կարելի ոչ անտեսելով, ոչ խմբագրելով, ոչ էլ ազգային չլինելով լուծել հայ մարդու առաջ ծառացած խնդիրները։ Այո, մենք հնագույն ազգերից մեկն ենք, մենք տեսել ենք տասնյակ ազգերի ժողովուրդների, ովքեր կային, հիմա չկան, դեռ մի այդքան էլ տեսնելու ենք։ Բայց որպեսզի մենք արժանապատիվ ապրենք, եղածներս ըստ պետական տվյալների 2-ից 3 միլիոն հայ է Հայաստանում, պետք է այդ սրտացավությունը, հոր մոտեցումը, դավթի որդու մոտեցումը, որ գնալուց ասում է ես որբ եմ, կռվի գնալուց, մերիկներ, հերիկներ ասում են ինձ մերություն ու հերություն արեք, օրհնեք, որ ձեր որբ թողեմ, որտե որբ էր, ասում եմ փշակաղում եմ մհերը եւ կինը Արմաղանը երթմնակոտորին եղել մահացել էին, որբ Դավիթը գնում էր որբ Հայաստանը, որբացած ջոջաստունը փրկելու, ով պետք է դեր կանգներ։ Դրա համար այսօր չի կարելի խաղի վերածել։ Իշխանությունը, այո, հնարավորություն է, լծակ է, բայց չի կարելի բան անել, փորձել, փորձարկումներ անել։ Ձևեր կան չափելու տեսնելու մարդը ազգային է, թե ոչ, ինչ է արել նա նախկինում։ Այդպես նայեք։
Ինչ անցած ուղին, ինչ գործունեությամբ է զբաղվել, թալանել է երկիրը թե չէ, իր խոսույթը, գործը ինչ է եղել։ Այսքանը։ Իսկ ով որ կապված է նախկինների հետ, ներկաների հետ, բերելու ամես կամ նախկին մռայլ ժամանակները կամ ներկա մռայլ ժամանակները։ Ոչինչ չի փոխվելու։ Բայց մենք մարտահրավերները չեն նայում մեր մոտ ինչա կատարվում։ Իրենք այսպես ոնց որ մի կղզի լինենք, որը ծովը անընդհատ բարձրանում է եւ մեր ափերը գնալով նվազում են։ Հիմա պետք է այն հրաշագործ տղան, ես մի կիսատ հեքիաթ ունեմ գրած։ Հենց այդպիսի մի պատմություն է։ Այն հրաշագործ տղան, ով գալիս է ու կարողանում է կանխել այդ խնդիրը, որտեղ մեկը ջրերը բարձրանում են ու կղզին խորտակվելու է։ Ինչ պետք է անենք։ Այս հարցն է։ Եվ պարոն Կիրակոսյան, վերջում ձեր կարծիքով որոնք են մեր պարտությունների հիմնական պատճառը եւ ինչ պիտի անել այդ շղթան, այսպես ասած, կոտրելու համար պարտությունների նկատի ունեմ։ Շատ կարևոր հարց եք տալիս եւ դա հնարավորություն է տալիս ինձ մի թյուր ըմբռնում ցրել։ Հաճախ ասում են հայերը միասնական չեն եւ պետք է միասին լինենք, միասնություն։ Նախ ասեմ, որ միասնությունը ինքը մեխանիկական բան է եւ որևէ լավ բանի չի բերում։ Բազմաթիվ ուսումնասիրողներ կան, ասում են, եթե թույլերը միավորվեն ինչ կլինի կամ եթե տգետները միավորվեն ինչ կլինի, դրա փոխարեն ունենք շատ խորը մի հասկացություն՝ միաբան լինել։ Միաբանություն։ Իդեպ հայերի մեջ գործած լավագույն կառույցները կոչվել են միաբանություններ առ այսօր։ Եվ միաբան լինել նշանակում է մի գաղափար, մի հավատամք կրել, մի արժեք կրել։ Միասնությունը նշանակում է, որ եկեք այսօր հավաքվենք օպերա միտինգ անենք, բայց բոլորը տարբեր մղումներով են գալիս։ Մեկը որ շատ մարդ կա, մեկը որ ընկերն է կանչել, մեկը որ կարող է ուտելիք բաժանեն, մեկը որ կարող է ծեծ կրտուկ լինի, ինքն էլ մեկին ծեծի, մյուսը աղջիկներին նայի, հասկանում եք, դա միասնություն է։ Վատ իմաստով։ Ես ասում եմ միաբան լինել։ Իսկ միաբան լինել նշանակում է ուժեղ լինել։ Հայերի համար միաբան լինել։ Մենք միաբան եղել ենք, իհարկե եղել ենք։ Մենք հիմա էլ ենք միաբան, զարմանալի բան ասեմ, ուղղակի պիտի միաբան սովորենք լինել ոչ այն բանի, որ դանակը ոսկորին է արդեն հասել։ Մինչև դա Եվ մեր անհաջողությունների պատճառը կրթությունը փառա, այսպես կրթությունը գովերքելն է, բայց կրկին մեխանիկական։ Մեր անհաջողության պատճառը բանաձևն է, որ ասում են երեխաները մեր ապագան են։ Կատարյալ հիմարություն, եթե երեխաները մեր ներկան չեն, եթե հայրն ու մայրը երեխային իր ներկայի կարևորագույն էակ չի համարում եւ ժամանակ ու նվիրում չի տրամադրում, այդ երեխան ոնց կարող է լինել մեր ապագան։ Երեխաները մեր ներկան են։ Եվ այդպես պիտի մոտենանք։ Կրթությունը դա արդեն վաղուց ինֆորմացիա երեխայի գլուխը լցնելը չի։ Եվ մեկ էլ մենք զինվոր գնահատել չգիտենք։ 21-րդ դարը փոքրաթիվ ազգերին ասում է. հարգելիներ, ձեզ հնարավորություն է տրված ձեր զավակներին այլևս չսպանել։ Դա կարող են ձեր զավակների փոխարեն անել ռոբոտները, տեխնիկան, օդային, ցամաքային, հսկել ոչ թե սառնամանեկին կանգնած մատը ճղած վրան աղլծրած զինվորը չեք պատկերացնի կամ գուցե պատկերացնում եք, թե դա ինչ սարսափելի մի բան է եւ բնավ տղամարդ չի կերտվում այդպես։ Ինչի ձեզ թվում է ավելի ապահովված բանակներում տղամարդիկ չեն կերտվում։ Այդ հոլիվուդյան ֆիլմերը, որ նայում ենք կամ տեսել ենք, այդտեղ տղամարդկանց օրինակներ չկան, պարտադիր չէ հանել մարդուն դարձնել թոքաբոր, երիկամի խնդիր ունեցող հիվանդ եւ վախկոտ, հետո ասել բանակը տղամարդ է կերտում։ 30 տարի այդպես էին ուղեղները լստում։ Այս փոքր երկիրը պահելու համար պետք է իսկապես սիրել։ Կոմիտասը պատահական չէր ասում սիրեք իրար, որ ապրեք։ Իրար սիրելը նշանակում է դողալ մի հայ զինվորի համար, դողալ մի հայ աշակերտի համար։ Հասկանում եք, ասել որ ուսուցիչը չաս, ես երեխան մաթեմատիկական ընդունակություններ չունի, ես այն 5 հոգու ուշադրությունս կենտրոնացնեմ։ Լավ ուսուցիչը միշտ գտնում է այս երեխայի համար մոտեցում, որ իրան հետաքրքրի մաթեմատիկան էլ, հայոց լեզուն էլ, աշխարհագրությունն էլ։ Միաբան լինել նշանակում է կիսել այն, ինչ ես ասացի քիչ առաջ։ Իրոք գնահատել զինվորին, իրոք գնահատել դպրոցականին, մորը, հորը, մեր ծերերին, ամենաանտեսված խավն են։ Յուրաքանչյուր տան մեջ էլ չասեմ պետության համար։ Չկա հոգատարություն, անհետաքրքիր են, ոնց կարող ինտերնետի դարում սովետի մասին պատմող ծեր մարդ հետաքրքիր լինել։ Բա դրա համար չպետք է պետական, եթերով, ֆիլմով քարոզչություն լինի, ինչ որ բան լինի, Արփիջան։ Ձևը հայերի մոտ երբեք չի փոխարինել
անցյալ դարերում բովանդակությանը։ Մենք բովանդակության կրող ենք եղել, դրա համար հասել ենք 21-րդ դար, բայց հիմա մեծ վտանգ կա, որ ձևը կսկսենք նախընտրել բովանդակությունից։ Երբ որ սկսենք ձևը նախընտրել, հայը կդառնա ձև աշխարհում, անպայման կպահպանվի ինչ-որ մատյաններում։ Ինչպես պահպանվել են շումերների, աքադացիների, պարթևների եւ այլ ազգերի մասին հիշողություններ։ Մենք ուզում ենք դառնալ ձև։ Չպիտի ձեզ խափի ձեր հեռախոսը վերանորոգողը։ Չպիտի ինձ խափի մեքենան վերանորոգողը։ Ես չպիտի խափեմ գումարի դիմաց, որ վերցրել եմ գիրք հրատարակեմ։ Որովհետեւ եթե ես խափում եմ, դա ամենակարճ պտույտն է։ Տեսել եք օձը, որ իր պոչն է գցում։ Ոչ թե կյանքի վերջում ես դրա համար պատասխան կտամ, ոչ էլ հանդերձյալ կյանքում։ Այն էներգիան, որ ես ստեղծեցի, խաբեության էներգիան, ինձ արդեն թունավորում է։ Ես արդեն վատն եմ, ես լույս չեմ ճառագում, խավար եմ ճառագում։ Գոնե այնտեղ, որտեղ գործ կա, մշակ բառը ասում ենք, չէ՞, մշակույթ բառի արմատն է, այդ գործը պիտի արվի ազնվությամբ։ Ազնիվ արված գործ։ Դա էլ ազնանց որդի կամ մեր փառապանց ազնավուրի անվան արմատն է։ Սանասարն ու Բաղդասարը, որ տուն չունեին, եկան տեսան մի աղբյուր կա, գալիս է գետը ճեղքում է, մեծ գետը ճեղքում մեջտեղից ու անցնում է։ Ապշեցին, ոնց կարող է գետի հոսքը կտրել մի բարակ բան, առու։ Ապշելու բան էր։ Աչքներին տեսան, չհավատացին, ասացին գնանք գտնենք որտեղից է սա գալիս։ Սիմվոլիկան, որևէ էպոսում չեք հանդիպի։ Բարձրացան, գտան ու ասացին, այստեղ կառուցենք մեր ամրոցը, որովհետև մեր երեխեքը որ տենան այս առուն, որ գետ ա ճեղքում, իրանք կլինեն ազնանց որդիկ, զորբա կլինեն։ Լավ իմաստով, որովհետև զորբա բառի իմաստը էլի զորեղն է, զորնդեղ, այսպեսի բառեր ունենք։ Եվ այդպես էլ արեցին։ Հետո որ մհերը Դավիթի դեմ կռիվ է տալիս, որդին հոր դեմ, Դավիթը մի հետաքրքիր բան է ասում։ Ասում է, «Էս ինչ առու է, որ եկել գետն է կտրում»։ Հասկանում եք։ Այդ առում պիտի լինենք աշխարհի ազգերի մեջ, որտեղ մենք քանակի ժողովուրդ ու ազգ չենք, մենք մեծ տարածության ժողովուրդ ու ազգ չենք։ Բա ինչը պիտի լինի մեր հզորության գաղտնիքը, նորարարությունը, գյուտը, զենքը, տեխնոլոգիան, գիտելիքը։ Մարդիկ պիտի գան Հայաստան, ստանան ամենաբարձր կրթությունը։ Իսկ ես կապ չունի այս բային պետական պաշտոն զբաղեցնում եմ թե չէ, հիմա էլ հայտարարում եմ, եթե Հայաստանի կրթությունը այսպես մնաց, իմ բոլոր զավակներին կարողությանը սահմաններում այնպես եմ անելու, որ գնան արտերկրում սովորեն։ Ես ուզում եմ, որ գոնե այդ 4 երեխաները, որոնք բացի իմ երեխաները լինելուց նաև հայ մարդիկ են, լավ կրթություն ստանան։ Կարողանամ եղբորս երեխաների համար նույնը անել։ Էլի կանեմ։ Բայց եթե մնա այն վիճակը, ինչ որ կա այսօր մեր բուհերում, դա էլ զոհաբերության, այն որ շատ կոպիտ ասում էին մսացու, չէ, զորքի որոշ մասի համար, անթույլատրելի մի բան։ Սա էլ կրթական մսացու են դառնում, երբ որ չկա այդ կրթությունը, ես չեմ ուզում այդպես լինի։ Դա Աստված, որ մինչև այդ ունենանք ազգային կրթության պետեր, ազգային ղեկավարներ, որոնք մեր կրթությունը այնպեսի նախանձելի կդարձնեն, որ դրսի մարդիկ կասեն գնա երեխեքին ուղարկենք, ինչի Կորեայում հնարավոր չեղավ մարդիկ գնում են Կորեայում սովորելու։ Իսկ իմ աղջիկը ուզում է ռազմական ինժեներիա սովորի, մեծ աղջիկս։ Որևէ կերպ չեմ ներշնչել։ Ես նկարչի որդի եմ, իմ գործը հայագիտությունն է, կինս տնտեսագիտության ոլորտում է։ Աղջիկս եկել ասում է ռազմական ինժեներ, ասում եմ ինչու, ասում է պապ դու մի օր ասացիր մասնագիտություն ընտրելիս մտածի ոչ թե ով ես ուզում դառնալ, այլ ինչ խնդիր ես ուզում լուծել։ Ու ինքը մտածել է թե ինչ խնդիր է ուզում լուծել, ու եկել ասում է ռազմական ինժեներիա։ Որտեղ Հայաստանում գնա ռազմական ինժեներիա սովորի։ Հասկանում եք։ Բայց ինչքան կարևոր է դա մեզ համար։ Այդպես։ Շնորհակալ եմ, պարոն Կիրակոսյան, հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Հայաստանի Շնորհապետական կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Կիրակոսյանը։ Կհանդիպենք։